Արտադրության նախարարն են ասում են խալաթ են անում։ Ոնց եք մեկնաբանում, դուք ինչ եք ասում։ Հարգելի գործընկերներ, ես առաջինը կխնդրեի, որ մի քիչ տոնայնությունը իջացնենք, հանգիստ իրար լսենք ու նաև հարցերը եւ պատասխանները, որպեսզի հասկանալի լինեն բոլորի համար։ Խնդրում ենք դուք էլ բարձր խոսեք։ Առաջինը պետք է ասեմ, որ քաղաքական ուժերի իրավունքն է եւ ես դրա մասին արտահայտվել եմ մի քանի անգամ, որ դա քաղաքական պայքարի գործիք է, որը ընդունված է շատ երկրներում եւ տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից եւ բնական է, որ միշտ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում եւ երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքը օգտագործել իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, նրանք կարող են այդ գործիքից օգտվել եւ դա նորմալ քաղաքական պայքարի ձև է։ Ինչ վերաբերում է մեր նախարարի արտահայտությանը, ապա ես կարծում եմ, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել ինչ-որ քաղաքական դեբատներ, նախապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել, կարծում եմ, որ մենք պետք է համարենք հարթված այս միջադեպը եւ պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում։ Այս բավականին շատ մեղադրանքներ են հնչեցնում, պարոն վարչապետ։ Դժգոհ են, դժգոհություններ ասում են, որ դժգոհ են։ Ինչքանով են հիմնավորվում։ Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք որևէ մի կառավարություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կամ որևէ մի դեմոկրատական երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից։ Քաղաքական դաշտը ենթադրում է, որ այդ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ եւ չունենք ընդդիմություն։ Ուղղակի ձեզ կոչ եմ անում, որ դուք դրան վերաբերվեք որպես դեմոկրատական երկրի նորմալ օրինաչափ երևույթ եւ դուք որպես լրագրողներ, եթե հանգիստ դրան վերաբերվեք, արդեն կարող եք օբյեկտիվ դատել արդյոք փաստարկները, որ քննադատում են կառավարությանը, ճիշտ են թե ճիշտ չեն, որպեսզի դուք հնարավորություն տաք նաեւ մեր քաղաքացիներին դատողություններ կառուցել օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, որտեղ են որ հիմնավոր են այդ քննադատական խոսքերը, իսկ որտեղ են որ դրանք քաղաքական շահարկումներ են։ Նայիրի հետ կապված հատկապես խորհրդարանական ուժերը որ ուզում են հանձնաժողով ստեղծել, ինչպես նաև նշում են, որ մուտ պատմություններ կան ֆինանսական հետ եւ հիշատակում են նաև ձեր եղբայրը Պարզաբանում ու ի վերջո 15 ամսվա եղբայրների եւ 15 ամսվա աշխատավարձ ստանալու հույսեր ունեն այդ մարդիկ։ Այլ հետ կապված կան այլ հարցեր։ Առաջ երթին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ անդրադարձակ Նայիրի հարցին, որովհետև դա ինձ հնարավորություն է տալիս արձագանքել երեկվա մեղադրանքներին, որոնք հնչում էին իմ հասցեին եւ նաեւ խոսքը գնում էր հանձնաժողովի ձևավորման մասին։ Առաջին ուզում եմ ասել, որ այն մտահոգությունը, որ ունեին հանրապետական կուսակցության պատգամավորները, որ հարցը բարձրացնողները շահագրգռված չեն, որպեսզի իրականում Նայիրի խնդիրը քննարկվի, այլ քաղաքական շահարկումների տեղիք է տալու, ապացուցվեց։ Ինչու՞։ Vedem մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեք պատգամավորների ելույթներում եւ որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ։ Առաջինը Չինաստանի հետ կապված պայմանագրի մասով։ Չինաստանի պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին։ Բանակցությունները սկսել են 99 թվականին։ Պայմանագիրը ստորագրվել է 2002 թվականին։ Իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005 թվականին։ Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինցու են եւ սուտ։ Ուրեմն սա առաջինը։ Հիմա հարց է առաջանում, ինչ նպատակ են հետապնդում մեր ընդդիմախոսները այդ սուտ տեղեկատվությունը կապել իմ անձի հետ, մենակ մեկ։ Դա քաղաքական շահարկումներ են վարկաբեկելու նպատակով, այլ բացատրություն ես չեմ տեսնում։ Երկրորդը, այս փաստերը բարձելու համար, կարծում եմ,
կհամաձայնենք։ Հանձնաժողով ստեղծել պետք չի, որովհետև այս որոշումները կառավարության, որ ես թվարկեցի, տեղադրված են մեր կայք էջում, եւ եթե մեր падգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ։ Երրորդը, այս որոշումները ընդունել են այն մարդիկ, որոնք նստած են այս դահլիճում, եւ նրանք քաջատեղյակ են, թե ինչու է կառավարությունը 2000 թվականին որոշում կայացրել պայմանագիր ստորագրել չինացիների հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար։ Ինչու է կառավարությունը 2002 թվականին հավանություն տվել այդ պայմանագրին եւ ինչու են այդ համատեղ ձեռնարկությունը ստեղծել։ Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, որ այսօր մեր դեսպանն է Չինաստանում, որը պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունը իրականացնում էր Միացյալ Նահանգներում որպես ռազմական կցորդ եւ Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին։ Ինչ է սա փաստում։ Սա փաստում է, որ չինական պայմանագիրը հոսքագծերի արտահանումը որևէ առնչություն չէր կարող ունենալ ոչ Տիգրան Սարգսյանի հետ, ոչ էլ նրա եղբայրների հետ։ Երկրորդ փաստը, որը նույնպես արձանագրված է կառավարության որոշումներով, 2006 թվականի կառավարության որոշումն է, որով կառավարությունը նպատակահարմար գտավ Վաշնե Տոմսերի Նայիրիտին հանձնել Ռայնովիլ ընկերությանը։ 2006 թվականի կառավարության որոշում, որը վավերացվել է Հանրապետության նախագահի կողմից։ Եվ հասկանալի է, որ 2006 թվականին ես չէի կարող այդ որոշումը կայացնել։ Եվ այդ մեղադրանքը վերել կապել իմ անվան հետ, հասկանալի է, որ քաղաքական շահարկման նպատակ է հետապնդում քաղաքական պայքարի ձև է։